Նիկոլ Փաշինյանը գողացավ Գագիկ Ծառուկյանի 4-ից 5 մանդատը։ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գիշերը դեռ երբ ամփոփված չէին քվեաթերթիկների 1/3-ը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իրենց հաղթանակի մասին։ Ինչ էր սա նշանակում։ Սա հրահանգ էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ դուք այլընտրակ չունեք, մենք պետք է հաղթենք։ Եվ դադարեցրին հաշվելը, հաշվարկները։ Եվ նկարեցին։ Եվ ի վերջո դադարեցրին, հետո նորից վերսկսեցին, ասելով որ սխալը տեղի ունեցել, տողերը ճիշտ չեն գրել, Բարգավաճ Հայաստանը չի հավաքել 4% ինչ որ 100 ձայն, 3 տեղամասերի արդյունքներ չեղարկեցին, եւ հետո Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված սահմանադրական դատարանը մենք տեսանք, չէ, դատավորներից մեկը մի տիկին ինչպես էր խոսում, այո, ինչպես էր արդարացնում, ԿՊ-ականները այդպես չեն արդարացնում Նիկոլ Փաշինյանին եւ արևմտյան ինչ են ասում, արևմտյան այն քաղաքական գործիչներին, որոնց նպատակն է, երազանքն է վնասել Ռուսաստանին, Հայաստանի միջոցով։ Մեր հանրությունը չի հասկանում, որ մենք այսօր հետաքրքիր ենք արևմուտքին այնքանով, որքանով կարելի է մեր միջոցով վնասել Ռուսաստանին։